Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հասարակությանը խաբկանքի են տանում, այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալու Սահակյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից Ռուսաստանի հետ գազի համաձայնագրի վավերացման վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին։ Համաձայնագրի վավերացումը բոյկոտած ոչ իշխանական ուժերը պնդում են, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը խախտել է կանոնակարգը։ Հաշվիչ հանձնաժողովները ժամանակավոր հանձնաժողովներ են եւ կատարում են միայն տեխնիկական խնդիր։ Եթե այդ մարդու համար օրենք հասկացողությունը անհասկանալի է, թող կողքը մարդ բայ, որոնք օրենքներ են կարդում, եւ իրեն բացատրեն ինչ է նշանակում օրենքը։ Մինչ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել եւ սահմանադրական դատարան դիմել, Գալու Սահակյանը արդարացնում է հանձնաժողովի աշխատանքներն ու Ազգային ժողովի մեծամասնության գործողությունները։ Եթե բաց քվեարկությունները ոչ միայն հաշվիչ հանձնաժողովի անդամները կարող են հաշվել, այլ ցանկացած падգամավոր եւ լրագրող։ Պարոն Մանուկյանը առնվազն տարօրինակ է համարում իշխանությունների այն պարզաբանումները, թե բացի հաշվիչ հանձնաժողովից յուրաքանչյուր падգամավոր ինքն էլ կարող է հաշվել քվեարկության ձայները։ Շարմազանով ինչ իրավունք ուներ հաշվելու։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, ինչու է 7 հոգի։ Դա նվազագույն այն թիվն է, որ հաշվեն բոլոր սեկտորները եւ յուրաքանչյուրը իր մոտ ունենում է իր գրած թիվը, որ հետո վիճարկի։ Բոլոր մյուս հիմքերը պարոն Մանուկյանը խոստացավ ներկայացնել սահմանադրական դատարանում, երբ ոչ իշխանական 4 ուժերը իրենց դիմումը կքննարկեն երկրի բարձր դատարանում։